Պարոն Փաշինյան, նորից պետք է անդրադառնամ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, այդ դրվագներին։ Օրինակ դուք որ այդ տեսնում եք, ինչ եք զգում։ Այսպես մարդը կանգնած է, աշխատակիցը սենց խփում է, այդ այն տրամաբանության մեջ է, որ պարկեցրեք գետին, ձեր նախորդ հրահանգները փռեք ասֆալտին, պարկեցրեք գետին, որ ձեր հոգին փառավորվի դրանից։ Սա մեկ հարց եւ պարոն Փաշինյան, Բայրամով էլին խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ եթե չհանենք տարածքային պահանջները, այսպես ասած ճակերտավոր սահմանադրությունից խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Ի վերջո սահմանադրության տեքստը թեև նախարարն ասել էր, որ մարտին կհրապարակվի, մինչև հիմա մենք այդ տեքստը չենք տեսել, ինչ եք պատրաստվում անել, երբ է լինելու այդ տեքստը, երբ ենք տեսնելու եւ երբ են այդ Ադրբեջանի ասած փոփոխությունները տեղ ունենալու։ Կարողանալու եք դա անեք, եթե չունեք սահմանադրական մեծամասնություն։ Ես ձեզ համար նորություն ունեմ, ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցը թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։ Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Ինչ վերաբերվում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա եւ ես ասել եմ, որ նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ, մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը եւ ժողովուրդը քվեարկել է 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Կհրապարակենք պատե առիթով։ Դե այն ժամանակ ինչ հապաղումը նրանում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերը ունեին առաջարկներ եւ մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկենք եւ որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք մինչեւ ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել, չստացվի, որ առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ որ տարբերակ է հրապարակվել։ Հիմա այդ ժամկետը առաջարկների ներկայացման սպառվել է, առաջարկները քննարկվել են, վերջին անգամ, երբ որ մենք խոսում ենք, մի առաջարկ է, եթե չեմ սխալվում, մնացել, որի շուրջ պետք է որոշում կայացնենք, որից հետո կհրապարակենք տեքստը։ Կոնկրետ ժամկետներ հիմա չեմ ասի, նկատի ունեմ, բայց մինչև տարվա վերջ կհրապարակենք։